Եթե մենք Հայաստանում ջրօգտագործման թիվերի նայենք, մոտավորապես 80-ից 85% ամբողջ մեր ջրի սպառումը գյուղատնտեսության ոլորտի մեջ է, այսինքն մենք այնտեղ ունենք ոռոգման ջրի գարիքը, ձկնաբուծարանների գարիքը, բայց գարնան ընդհանրապես ոռոգում չկա։ Իսկ երբ արդեն ոռոգման ջուրի գարիքը կա, հունիս, հուլիս, օգոստոս ամիսների, այդ ջուրը արդեն երկրից դուրս է եկել։ Իսկ այն ժամանակ արդեն գարիքը կա ջրամբարների կառուցման, այդ ջուրը երկրի մեջ պահելու, որ երբ գարիքը լինի ոռոգման ջրի, այդ մենք բավարար քանակի ջուր ունենք, բայց իրականությունը այդպեսի չի։ Իրականությունը է դա, որ մենք հունիս-հուլիս ամիսների միշտ կտեսնենք գյուղատնտեսությամբ զբաղվողները փողոքում են, բավարար ջուր չի գա, իրենց բերքերը արդեն բջանում են, քանի չեն կարող ոռոգել եւ կստեղծվի մեծ հարց։ Ընդհանրապես այդ հարցի լուծումները մենք կնայենք այսպես գարաժամկետ լուծումների, հեշտ լուծումների, ինչ անենք, Սևանա լճից հավելյալ քանակի ջուր դուրս բերենք եւ այլն, բայց այնտեղ պետք է լինի երկարաժամկետ լավ ռազմավարություն, քանի հիմա ինչ որ հարցեր արդեն ունենք երկրում, հարաճիգա տարիների այդ հարցերը շատ ավելի խիստ լուրջ վիճակի են հասնելու։